Դոնալդ Թրամփը հայտնել է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահի հետ քննարկել վերջերս կնքված առևտրային գործարքի նրբությունները։ Զրույցը տևել է շուրջ 1.5 ժամ։ Այլևս չպետք է հարցեր մնան հազվագյուտ հանքանյութերի հետ կապված։ Մեր թիմերը շուտով կհանդիպեն, վայրը որոշվում է, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական հակամարտության կամ Իրանի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Թրամփը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Սի Ցին-Փինն իրեն եւ Մելանիա Թրամփին հրավիրել է Չինաստան։ Սպիտակ տան ղեկավարն էլ իր հերթին Սիին է հրավիրել Վաշինգտոն։ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ղեկավարների շփումը մեկնաբանել են նաեւ Պեկինից։ Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Սի Ցին-Փինը Թրամփին ասել է, որ Վաշինգտոնը պետք է չեղարկի Չինաստանի դեմ ձեռնարկված բացասական քայլերը։ Ժնևյան բանակցություններից հետո մենք բարեխղճորեն կատարել ենք բոլոր պայմանավորվածությունները։ Միացյալ Նահանգները պետք է լուրջ ընդունի գրանցված առաջընթացը, ընդգծել է Սին։ Նա նաեւ հորդորել է Թրամփին զգուշավոր լինել Թայվանի հարցում հակամարտությունից խուսափելու համար։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի ընտրվելուց հետո Վաշինգտոնը եւ Պեկինը փոխադարձաբար բարձրացրել էին առևտրային մաքսատուրքերը։ Մայիսին Շվեյցարիայում երկու երկրի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, ինչից հետո մաքսատուրքերը փոխադարձաբար կրճատվել են։ Հունիսի 4-ին էլ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների շփումը տևել է ավելի քան 1 ժամ։ Քննարկեցինք ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաև Ուկրաինային Ռուսաստանի հարվածները։ Լավ զրույց էր, սակայն ոչ այնպիսին, որը կբերի անհապաղ խաղաղության։ Նախագահ Պուտինը շատ կտրուկ ասաց, որ պետք է արձագանքի ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը։ Թրամփը տեղեկացրել է, որ օրակարգում է եղել նաև Իրանի հետ միջուկային հնարավոր գործարքը։ Թեհրանի համար ժամանակը սպառվում է, Պուտինին ասացի, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, կարծում եմ այդ հարցում համակարծիք ենք։ Նախագահ Պուտինն առաջարկեց, որ կարող է մասնակցել Իրանի հետ քննարկումներին եւ գուցե օգտակար լինի այս կարգավորման հարցում։ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով երկու երկրի ղեկավարները քննարկել են օրերս Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները, պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։ Օրակարգում է եղել նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում եւ Հնդկաստան-Պակիստան սահմանին։ Հեռախոսով առաջին անգամ զրուցել են նաև Վլադիմիր Պուտինը եւ Հռոմի-Պապ Լևոն 14-րդը։ Ի թիվս տարբեր հարցերի մտքեր են փոխանակվել Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն Ռուսաստանի նախագահը վերահաստատել է, ցանկանում է հասնել խաղաղության քաղաքական դիվանագիտական ճանապարհով։ Պուտինը հերթական անգամ ընդգծել է հակամարտության սկզբնապատճառները վերացնելու կարևորությունը։ Ռուսաստանի նախագահը եւ Հռոմի-Պապը քննարկել են Մոսկվայի եւ Կիևի միջև վերսկսված բանակցությունները, գերիների եւ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Վատիկանին ճգնաժամի կարգավորման հարցում աջակցելու պատրաստակամության համար։ Վատիկան Նյուզի տվյալով Լևոն 14-րդը կոչ է արել Ռուսաստանին խաղաղության ժեստ անել։ Նա ընդգծել է երկխոսության կողմերի միջև դրական կապեր ստեղծելու անհրաժեշտությունը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ Անդրիի Երմակը եւ Մարկո Ռուբիոն քննարկել են ռազմաճակատում իրավիճակը եւ պաշտպանության ոլորտում Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Պաշտոնյաներն անդրադարձել են Ստամբուլում օրերս տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններին, Կիևի եւ Մոսկվայի ներկայացուցիչների առաջիկա հնարավոր հանդիպումներին, գերիների փոխանակմանը։ Ուկրաինան պատրաստ է հրադադարի եւ խաղաղության, իսկ Ռուսաստանը ոչ, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ պատժամիջոցներ, նշել է Երմակը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարն էլ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Ռամշտայնի ձևաչափով հանդիպմանը։ Ուկրաինական կողմի տվյալով Ռուստեմ Ումերովը Կիևի գործընկերների հետ պայմանավորվել է պաշտպանական արտադրության մեխանիզմ մշակելու շուրջ։ Նաև հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Բելգիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան խոստացել են բազմամիլիոնանոց ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային երկրի ռազմական ներուժն ամրապնդելու համար։ Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում եւ խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։ Հունիսի 4-ին էլ տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի որոշ աշխատակիցներ Facebook-յան իրենց էջերում հայտնել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանելով լուրը
հայտարարել է, կենտրոնը կվերակազմակերպվի եւ կդառնա նախարարության մաս։ Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Վրաստանի վերաբերյալ զեկույց է ընդունել։ Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունից հետո Վրաստանը, ունենալով Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, շրջադարձ է կատարել դեպի ավտորիտարիզմ։ Եվրախորհրդարանը մեղադրել է Վրաստանի իշխանությանը խնդրահարույց օրենսդրության առաջխաղացման, քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին եւ խաղաղ ցուցարարներին ճնշելու համար։ Եվրոպացի падգամավորները կոչ են արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել միջազգային եւ ներքին անկախ մոնիտորինգի ներքո։ Եվրախորհրդարանը նաեւ հորդորել է Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին պատժամիջոցներ սահմանել վրացական երազանք կուսակցության պաշտոնյաների եւ աջակիցների նկատմամբ։ Դոնալդ Թրամփը ստորագրել է Միացյալ Նահանգներ 12 երկրի քաղաքացիների մուտքը արգելող հրամանագիր։ Սպիտակ տան տվյալով արգելվել է ԱՄՆ մուտք գործել Իրանի, Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիներին։ Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ այդ երկրներից քաղաքացիների մուտքը կվնասի ԱՄՆ շահերին։ Հրամանագրով մասնակի արգելք է սահմանվում եւս 7 երկրի՝ Տոգոյի, Թուրքմենստանի, Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի եւ Վենեսուելայի քաղաքացիների համար։ Բացառություններ են նախատեսված այն անձանց համար, որոնք ԱՄՆ օրինական բնակիչներ են կամ ունեն գործող վիզաներ, ինչպես նաև այն քաղաքացիների համար, որոնց մուտքը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին։ Դիանա Գասպարյան, լուրեր։